Տիգրան, նախորդ թողարկմանը անդրադարձանք արցախցիների նկատմամբ պատելության խոսքին, բայց այսօր ավելի մանրամասն խոսենք դրա եւ հատկապես դրա արձագանքների մասին։ Քաղաքասարակության ներկայացուցիչներ, ընդդիմության, իշխանության ներկայացուցիչներ փորձեցին ինչ-որ որակումներ տան այս երևույթին, որ տեղի ունենում վերջին օրերին, այլ դու ինչ միտումներ ես նկատել, ոնց է օգտագործվում այդ քննարկումները։ Այո, այդ քննարկումների ընթացքում ես մի քանի միտում կառանձնացնեի։ Առաջինը ինչ որ կեղծ հավասարության նշան դնելու փորձեր են տարբեր երևույթների միջև։ Ու սա առաջին հերթին վերաբերում է քաղաքական մակարդակում իրականացվող գործողություններին։ Տես, շատ գործընկերներ այս երևույթը բացատրելիս անպայմանորեն նշում են, որ իշխանությունները թիրախավորում է արցախցիներին, ատելության խոսք է տարածում արցախցիների նկատմամբ, քանի որ ընդդիմությունը շարունակում է այս հարցը, փորձում է օգտագործել ներքաղաքական նպատակներով։ Նախ արձանագրենք, ու սա գործընկերներից մեկի կողմից եւս շատ հստակ արձանագրվել է, որ նորմալ է, երբ քաղաքական ուժերը փորձում են տարբեր հարցեր ներքաղաքական նպատակներով օգտագործել։ Այսինքն իդեալական աշխարհում միգուցե պետք է լինեն ինչ-որ տաբու թեմաներ, զգայուն թեմաներ, որոնք պետք է զերծ մնան ներքաղաքական պայքարից, բայց ցավոք սրտի Հայաստանի ողջ պատմությունը այն մասին է, որ բոլոր իշխանությունները եւ բոլոր ընդդիմությունները օգտագործել են Ղարաբաղի հարցը, արցախցիների խնդիրները իրենց ներքաղաքական նպատակներին հասնելու համար։ Այդ առումով իշխող ուժը բացառություն չէ։ Նույնիսկ եթե նայենք հետ պատերազմական շրջանին, երբ արդեն Հայաստանը պարտված էր, երբ շատ հարցերի պատասխանները արդեն կային, երբ կարծես թե քաղաքականությունը շարժվում էր դեպի ավելի իրատեսական ուղղությամբ, մենք կարող ենք հիշել 2021 թվականի արտահայտությունները, որոնց ընթացքում իշխող ուժը գերպոպուլիստական ինչ-որ ծրագրով մասնակցեց, հայտարարելով, որ օրակարգում են պահելու Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի հարցը, շատ լավ հասկանալով, որ այդ հարցը օրակարգում պահեն, չպահեն, դժվար թե ինչ-որ լուծում ունենալ, հայտարարելով, որ նրանք անջատում հանուն փրկության սկզբունքով փորձելու են հասնել Արցախի անջատմանը հենց Ադրբեջանից, արձանագրել էին այդ ծրագրի մեջ, որ Արցախ չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ ընտրություններից անմիջապես հետո օգոստոսին արդեն այդ կետերից որևէ մեկը կառավարության ծրագրի մեջ չէր հայտնվել։ Այսինքն ֆիքսենք, որ այս հարցը շատ ակտիվորեն շարժվում էր եւ շարժվում է նաեւ իշխանությունների կողմից։ Բայց շարքելը դնել նույն նժարի վրա մարդկանց ուղիղ թիրախավորման հետ այդքան էլ տրամաբանական չէ։ Այսինքն մի բան է, երբ Տարոն Չախոյանը արցախցիների մսացու է անվանում, երբ Civic AM-ը ամենօրյա ռեժիմով ատելության քարոզ է իրականացնում իշխանությունների նկատմամբ հայկական ժամանակը, իշխանական այլ լրատվամիջոցները, իշխանական պատգամավորները, եւ մի այլ հարց է, երբ ընդդիմությունը փորձում է այս հարցը իր նպատակներով օգտագործել։ Եթե այդպես նայենք, Հայաստանում որևէ խնդիր չպետք է քննարկվի, որովհետեւ ընդդիմությունը բոլոր հարցերը փորձում է իր համար օգտագործել ներքաղաքական պայքարում։ Ուստի ես կարծում եմ, որ այստեղ կեղծ հավասարության նշան է դրվում։ Ես Facebook-յան իմ գրառումներից մեկում նշել եմ, որ մեկ-մեկ այս քննարկումների ընթերցելիս այնպիսի տպավորություն է ստեղծում, որ միջազգային փորձագետների ենք կարդում, ովքեր գրում են հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, երբ բոլոր հարցերը փորձում են այդ կեղծ հավասարության false equivalency պարադիգմայով հարացույցով դիտարկել։ Այսինքն, եթե ադրբեջանցիները ինչ-որ վատ բան արել են, պետք է հայերն էլ ուրեմն մի վատ բան անեն ու հակառակը։ Սա իհարկե ինչպես արդեն նշեցի, կեղծ օբյեկտիվություն եւ կեղծ հավասարություն, որովհետեւ պատկերի իրական, այսինքն իրավիճակի իրական էությունը ցույց չի տալիս։ Առաջին միտումը դա է, որ նկատել եմ։ Երկրորդ միտումը այն է, երբ մենք խոսում ենք իշխանության կողմից իրականացվող այս արշավի մասին, մարդիկ հիշում են հայաստանցի, ղարաբաղցի այդ կարծրատիպերը եւ իրավացիորեն պնդում են, որ այս խնդիրը երկկողմանի է, այսինքն ատելություն կա եւ ղարաբաղցիների մոտ եւ հայաստանցիների մոտ, բայց այստեղ կեղծ հավասարությունը նրանում է, որ մենք չենք խոսում այդ կենցաղային մակարդակում առկա կարծրատիպերի մասին։ Կենցաղային մակարդակում կարծրատիպեր գոյություն ունեն բազմաթիվ այլ խմբերի նկատմամբ եւ համաձայն եմ, որ փոխադարձ կարծրատիպեր գոյություն ունեն։ Այս խնդիրը լուրջ ուսումնասիրության կարիք ունի, սոցիոլոգիական, չգիտեմ, հարցազրույցների բանի միջոցով պետք է հասկանալ մարդկանց մոտ ինչու այդպիսի ընկալումներ կան։ Այստեղ կեղծ հավասարությունն նրանում է, որ այդ
անհատների կողմից հնչեցող ատելության խոսքը, չգիտեմ, ինչ որ մարդկանց կողմից հնչեցված ատելության խոսքը փորձում է նույն ժայի վրա դնել պետական մակարդակով, որովհետև ասենք նույն Տարոն Չախոյանը պետական գործիչ է, չէ՞, պաշտոնյա է, Բարձրաստիճան։ Դնում են նույն ժայի վրա, ասում են դե հա Տարոն Չախոյանն ասում է մսացը, բայց ինչ որ Ղարաբաղցի էլ մի այլ բացասական մեկնաբանություն է կատարել, չգիտեմ, հայաստանցիների կամ Հայաստանի նկատմամբ, սա անհամեմատելի գործընթացներ են, կրկնում եմ, պետք է տարանջատել այդ գործընթացները։ Մենք կարող ենք առանձին հավաքվել մի օր քննարկել, թե ինչու այդ կարծրատիպերի գոյությունն է, բայց այստեղ խնդիրն է, որ իշխանությունը այդ կարծրատիպերը լեգիտիմացնում է եւ օգտագործում է ներքաղաքական մակարդակով։ Եվ երրորդ մոլորությունը, որը կցանկանայի առանձնացնել, այն է, որ շատ հաճախ թերագնահատվում է այս երևույթի ծավալները։ Այսինքն, երբ սկսում ես բարձրաձայնել այս խնդիրների մասին, շատ հաճախ տարբեր գործընկերներ, որոնք ես չեմ կասկածում, որ ամենաբարի նպատակներ ունեն, կարող են գալ եւ ասել, դե ինչու եք տիրաժավորում այս խնդիրի գոյություն ունի միայն Facebook-ում, իրական կյանքում այլ պատկեր է։ Էլի համաձայն եմ, որ իհարկե իրական կյանքում Facebook-ից համացանցից դուրս այդ ատելության աստիճանը, ինչպես նաև կարծրատիպների ծավալները շատ ավելի քիչ են, քան առցանց տիրույթում, որովհետև համացանցում մարդիկ ավելի երևի համարձակ են իրենց զգում այդ տարբեր սենտիմենտները արտահայտել, բայց իհարկե պետք չբացառել նաև, որ այդ խնդիրի գոյություն ունի նաև կենցաղային մակարդակով, եւ ես տարբեր մարդկանց հետ շփումներում վերջին օրերի ընթացքում կարող է առանց լուրջ հետազոտության, բայց անգլերեն այս երևույթը, այս տեսակի պնդումները անվանում են anecdotic evidence, այսինքն անձնական ինչ-որ փորձի վրա հիմնված փաստ կամ հանգամանք, կարող եմ պնդել, որ վերջին օրերի ընթացքում, այդ թվում նաև այս արշավի, այս քարոզի պատճառով ատելության մակարդակը, այդ թվում նաև կենցաղային մակարդակով է աճել։ Եվ այս ամենը հաշվի առնելով հիմա ես կարծում եմ, որ պետք է գալ գլխավոր եզրահանգմանը, որ այս իրավիճակի գլխավոր խնդիրը այն է, որ երբ այդ կենցաղային մակարդակում գոյություն ունեցող կարծրատիպերը ամենաբարձր մակարդակով հնչեցվում են, լեգիտիմացվում են, օգտագործում են տարբեր նպատակների համար, այս ամենը մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենում։ Այսինքն, ասենք գոյություն ունի մի փոքր խումբ, որը մտածում է, որ ղարաբաղցիները վատն են, չգիտեմ, ինչ որ կործանարար գործոն են Հայաստանի համար, ու պետական բարձրաստիճան պաշտոնյան վերցնում է այս նարատիվը, հնչեցնում է տարբեր ամբիոններից, ազգային ժողովի ամբիոնից, Facebook-յան իր հարթակից, եւ դրանովից տարածում է այս նարատիվը, եւ արդեն ավելի շատ մարդիկ են տեսնում դա։ Ու խոսքը, սա համատարած երևույթ է, այսինքն YouTube-յան տարբեր ինչ որ բլոգերներ, իշխանական տարբեր քարոզիչներ կրկնելով սա տարածում են այս նարատիվները հասարակության մեջ, եւ արդեն կենցաղային մակարդակում այդ նարատիվները շատ ավելի մեծ էֆեկտ են ունենում։ Սա կարելի է անվանել ատելության փակ շղթա, երբ այսինքն այդ ցածր մակարդակից գնում է բարձր մակարդակ, շատ ավելի մեծ թափ ստանալով վերադառնում արդեն լոկալ կենցաղային մակարդակ ու ատելությունը տարածում է։ Այդ առումով այստեղ գլխավոր եզրահանգումը այն պիտի լինի, որ այդ պահվածքը պետք է միանշանակորեն դատապարտվի, առանց բայցերի, առանց այդ կեղծ հավասարության։ Այդ մասին էլ դեռ խոսենք դատապարտվելու, մի հարց ունեմ, թեև դու դրա պատասխանը քո խոսքում տվեցիր, բայց օրերս այդ թեմայով հոդված էի գրել եւ մեկնաբանություններում մարդիկ նշում են ինչու չեք քննադատում կամ անդրադառնում արցախցիների կողմից հնչեցող ատելության խոսքին հայաստանաբնակների նկատմամբ, հետաքրքիր է Արցախի նախկին պաշտոնյաների կողմից այդ տեսակ բերելով ներքաղաքական մակարդակ, այդ տեսակ հայտարարություններ նկատել ես թե ոչ։ Ես գիտեմ, որ Գեգամ Ստեփանյանը օրինակ հարցազրույց է տվել, ինչ մտքեր է հնչեցրել։ Այո, այդ դες շատ ճիշտ շեշտադրում ես կատարել, որ եթե խոսում ենք Հայաստանի իշխանությունների կողմից ատելության խոսքի տարածման մասին, պետք է որպես հակակշիռ դիտարկել հենց Արցախի իշխանություններին ու պաշտոնյաներին։ Արցախի իշխանություններին կարելի է շատ բաների համար քննադատել եւ նրանք արժանի են այդ քննադատությանը, բայց ես այսքան ժամանակ, այսինքն առնվազն այդ բռնի տեղահանումից հետո ես չեմ տեսել որևէ պաշտոնյայի, ով հայաստանցիների, հայաստանյան հասարակության ինչ որ այլ խմբերի նկատմամբ ատելության քարոզ է իրականացվել նույն ոճով, որով իրականացում են Արցախի իշխանությունները։ Գեգամ Ստեփանյանը այդ առումով ընդհանրապես Գեգամ Ստեփանյանին պետք է առանձնացնել, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նույնիսկ պրոակտիվ ինչ-որ աշխատանք է կատարում, որպեսզի նույնիսկ արցախցիները, այսինքն հասարակ մարդիկ այդ տիպի
ծուղակի մեջ չմտնեն եւ երբ նրանց դեմ կա ատելության խոսք, դրան չպատասխանեն ատելության խոսքով։ Ես սա կարծում եմ միակ ճիշտ որոշումն է։ Ու այդ առումով իհարկե բոլոր գործիչները, թե արցախցի, թե հայաստանցի, պետք է զգան այդ պատասխանատվության բեռը, իրենց նույնիսկ հրապարակային խոսքում։ Շատ հաճախ, երբ այսպիսի մեղադրանքներ են հնչում, կարող են մարդիկ կարդանալ, դե որ մենք գիտեք մարդկանց մասին չենք ասում, իշխանությունների մասին ենք ասում, երբ ասում են Ղարաբաղցիները այսպեսին են կամ այնպեսին են։ Բայց դու առնվազն բանական մարդ լինելով պետք է հասկանաս, որ նմանատիպ բառապաշար օգտագործելով տարածում ես այդ կարծրատիպերը։ Մարդիկ չեն խորանում դու ում նկատի ունես։ Եթե կոնկրետ պաշտոնյայի նկատի ունես, այդ պաշտոնյայի անունը հնչեցու։ Հիմա անդրադարձ կատարելով երեկվա հարցազրույցին Գելամ Ստեփանյանի, Պետրոս Ղազարյանի հետ, տես իշխանական падգամավորներից մեկը Մարիա Կարապետյանը այս զարգացումներից հետո վերջին օրերի ընթացքում անդադ կրկնում է, որ եթե դուք ուզում եք մեր կառավարության իրական մոտեցումը իմանալ արցախցիների նկատմամբ, կարող եք նայել հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող հայրենակից թողարկումը, որի ընթացքում քննարկում են արցախցիների խնդիրները։ Բայց հանրային հեռուստատեսությունը ոչ միայն հայրենակից հաղորդումն է թողարկում։ Հանրային հեռուստատեսությունը հիշեցնեմ, որ ժամանակին ակտիվ մասնակցություններ ունեցել այս հակաարցախյան քարոզի մեջ, երբ ընդդիմության ցույցերի ժամանակ ինչ որ գախնա լսված հեռախոսազրույց էին հեռարձակել սխալ թարգմանությամբ, այսինքն աղավաղելով այդ խոսակցության բովանդակությունը, ինչ որ ռուսական դրոշներ դնելով այդ ռեպորտաժի մեջ ակնարկելով, որ արցախցի փախստականները, որոնք մասնակցում են ինչ որ ցույցերին, Ռուսաստանի շահերն են պաշտպանում, եւ դա նույնիսկ դատապարտվել է մեդիա համայնքի կողմից, այսինքն մեդիայի դիտորդ մարմինը նկատողություն էր տվել հանրային հեռուստատեսության այդ կապակցությամբ։ Հիմա երեկվա հարցազրույցը եւս այդ ոլորտից է։ Պետրոս Ղազարյանը կարծես թե ինչ որ չափով տրամաբանական հարցեր է տալիս, բայց այն ոճը, որով նա տալիս էր, կամահարական ոճը, ինչ որ մարդկանց այդ մեղադրական ոճ, այնպիսի տպավորություններ, որ Պետրոս Ղազարյանը դատախազ է, Գեղամ Ստեփանյանն էլ գնացել էր ինչ որ հարցերի էր պատասխանում։ Այդ դուք ուզում եք Հայաստանի կործանումն եք ուզում, թե ինչ եք ուզում, ու երբ ասում եք ուզում եք, նկատի ուներ արցախցիներին։ Երբ այսինչ պահանջն եք հնչեցնում եւ այլն, ուզում եք որ Հայաստանը կործանվի, ուզում եք բանակցությունները տապալվեն։ Վերջը նմանատիպ պահանջներ միայն տեղահանվածների կողմից չեն հնչել այսքան ժամանակ, պատերազմից հետո։ Այո, այստեղ զավեշտը այն է, երեք հենց մեր ընկերներից ու գործընկերներից Հայկ Խանոմյանը մեկ այլ բանավեճի ընթացքում հիշեցրել է իշխանական այդ նույն падգամավորին, որի մասին խոսեցինք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բռնի տեղահանումից անմիջապես հետո Գրանադայի հանդիպման ընթացքում ստորագրել էր մի հայտարարության տակ համատեղ այլ եվրոպական երկրների առաջնորդներից, որտեղ հստակ ֆիքսել էր այդ վերադարձի իրավունքը։ Եվ հիմա նրանք մարդկանց մեղադրում են վերադարձի իրավունքը հնչեցնելու համար, երբ իրենք 1.5 տարի առաջ նույն իրավունքի տակ ստորագրել են։ Ու իհարկե Մարիա Կարապետյանին պատասխանել էր այստեղ զավեշտալի, որ այդ կետը մտցվել էր այլ կողմերի առաջարկությամբ, մենք ինչա պիտի հրաժարվեինք, չենք կարող հրաժարվել։ Բայց այստեղ կա նաև մեկ այլ խնդիր, եթե մարդիկ ուզում են, որ մենք համակողմանի իրավիճակին նայենք, հիմա փորձենք համակողմանի նայել այս իրավիճակին։ Ես կարծում եմ ի սկզբանե սխալ էր այդ սոցիալական հիմնական խնդրի հետ միասին, այսինքն 40+10 ծրագրի կրճատման հետ միասին, ներառել նաև այդ պահանջները, որոնք այս փուլում անիրատեսական են։ Խոսքը օրինակ նույն վերադարձի իրավունքը բանակցային օրակարգի մաս դարձնելն է, խոսքը ինչ որ Արցախի ներկայացուցիչների մասնակցությունն է բանակցային գործընթացին, այսինքն բայց նմանատիպ տասնյակ բողոքի ցույցեր են եղել ոչ տեղահանվածների կողմից այդ տեսակ պահանջներով, ինչու դա այդ նման վերաբերմունքի չի արժանացել։ Ասեմ ինչու, երբ դու այդ բոլոր հարցերը բերում ես կուտակում ես մի փաթեթում, այսինքն երբ կա կոնկրետ լուծում ունեցող խնդիր, այդ սոցիալական ծրագիր, որ հնարավոր է երկարաձգել, զուտ քաղաքական կամքի բացակայություն կա։ Ու դնում ես այդ կոնկրետ պահանջի հետ անիրատեսական պահանջներ, Պետրոս Ղազարյանի պես մարդիկ կարող են ուշադրությունը շեղել այդ կոնկրետ խնդրից, ասել այ տեսեք, այս մարդիկ ինչ որ իրացիոնալ մարդիկ են, իրացիոնալ պահանջներ են հնչեցնում, լավ հասկանալով, որ դա իրականություն չի կարող դառնալ։ Ես այսօր Facebook-ում էլ գրեցի դրա մասին, որ ի սկզբանե պետք է տարանջատել այս հարցերը։ Այսինքն այն, որ ինչ որ մարդիկ պահանջում են վերադարձի
իրավունք կամ որպեսզի այդ վերադարձ իրավունքը ֆիքսվի, այստեղ որևէ պրոբլեմատիկ բան չկա։ Ես այդ բոլոր պնդումները, թե եթե ինչ որ մարդիկ խոսում են վերադարձ իրավունքի մասին, դրանով վտանգում են Հայաստանի անվտանգությունը, չափազանց անլուրջ են։ Ինչպես արդեն նշեցինք, Հայաստանի իշխանությունների վերջին տարիների ընթացքում հրաժարվել են այդ վերադարձի իրավունքից, բայց Ադրբեջանը օրինակ շարունակում է պնդել նույն այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի վրա։ Բայց երբ խոսքը գնում է իրական խնդիրների լուծման մասին, կարծում եմ պետք է տարանջատել, ես կարծում եմ, որ պարզապես նախորդ հաղորդումներից մեկում էլ սա քննարկեցինք, որ մարդիկ պարզապես չէին ցանկանում միայն սոցիալական պահանջով դուրս գալ հրապարակ, երևի մի քիչ անհարմար էին զգում միայն սոցիալական պահանջով, բայց կարծում եմ այստեղ որևէ խնդիր չկա։ Դե գուցե մեկը մյուսի հետ նաև կապ ունի, այսինքն եթե վերադարձի հարց է քննարկվում, իրենք վերադառնում են իրենց տները, այստեղ ինչ որ սոցիալական հարցեր են, բայց այս խնդիրը այն է, որ այդ վերադարձի հարցը չի կարող քննարկվել այս փուլում։ Ասենք թե օրինակ այդ հարցը բարձր։ Ես դրամաբանություն եմ փորձում։ Պարզ է, այսինքն պետք է այդ իրավունքների մասին խոսել եւ այլն, բայց պետք է նաեւ հասկանալ, որ առնվազն կարճաժամկետ, միջնաժամկետ կտրվածքով այդ հարցի իրագործումը, այդ պահանջի իրագործումը իրատեսական չէ։ Եթե վաղը նույնիսկ Նիկոլ Փաշինյանի կառավարության փոխարեն լինի ամենակոմպետենտ, ամենալավ պատրաստված կառավարությունը, այս հարցը հնարավոր չէ օրակարգ բերել։ Ես կարծում եմ սա եւս քննարկել ենք, այսինքն ինչ է նշանակում վերադարձի իրավունքը։ Վերադարձի իրավունքը նշանակում է, որ Արցախում գոյություն ունեցող ստատուս կվոն պետք է փոփոխվի, որովհետև գոյություն ունեցող ստատուս կվոյի պայմաններով ոչ մեկ այնտեղ չի գնալու։ Ինչ է նշանակում ստատուս կվոյի փոփոխություն։ Դա նշանակում է, որ առնվազն ինչ-որ երաշխիքներ պետք է լինեն։ Միջազգային երաշխիքներ, անվտանգային, միգուցե ինչ-որ ինքնակառավարման մոդել պետք է ստեղծի։ Հիմա դու պատկերացնում ես, որ աշխարհում լինի որևէ պետություն, որը ունի այդքան լծակ Ադրբեջանի վրա այդ ամենը ստիպելու համար եւ երկրորդը ունի հետաքրքրվածություն, քաղաքական կամք։ Չկան այդպիսի երկրներ։ Ոստի, այո, որպես սկզբունք դա ֆիքսելը միտեղ արձանագրելը կարելի է, բայց պետք է նաեւ հասկանալ, որ դա այս փուլում անիրատեսական պահանջ է։ Ու այդ առումով ասացին է, որ պետք չէ այդ կոնկրետ լուծում ունեցող խնդրի հետ միասին այդ տիպի տեսական բնույթի պահանջներ ներկայացնել, որովհետեւ Պետրոս Ղազարյանի համար դա նվեր է։ Իհարկե պետք չէ նաև շարժվել Պետրոս Ղազարյանի այն կանխավարկածով, թե ինչպես Պետրոս Ղազարյանը կամ իր նմանները պետք է արձագանքեն, բայց երեկվա հարցազրույցի ընթացքում ես կարծում եմ այնուամենայնիվ Պետրոս Ղազարյանը կարողացել է հասնել իր նպատակին։ Չնայած ես տեսնում եմ ոգևորություն արցախցիների շրջանում, որ Գեգամ Ստեփանյանը բավականին սառնասրտորեն էր պատասխանում հարցերին, այո, պետք է արձանագրել, որ կարծես թե ինչ որ սադրանքների չի տրվել, բայց հատկապես հարցազրույցի երկրորդ մասում Պետրոս Ղազարյանը իր նպատակին հասել է։ Փորձել է ցույց տալ, որ արցախցիները ինչ որ անիրատեսական օրակարգերով պահանջներ են ներկայացնում, որոնք կարող են վնասել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Եվ զրույցն ամփոփենք, դու նշեցիր, որ այս ամեն ինչին պետք է վերջ տրվի իրավական ճանապարհով, բայց գիտենք, որ բազմաթիվ դեպքեր են վավերագրվել եւ դատախազություն են փորձել ներկայացնել, բայց այդպես էլ ոչ մի արդյունք չի ստացել, նույն Գեգամ Ստեփանյանի խոսքերն են մեջ բերում։ Էլի քաղաքական կամքի բացակայություն կա, այլ դեպքերի համար գործում է այդ օրենքը, այս դեպքում ընդհանրապես չի գործում։ Այո, այստեղ գործ ունենք ընտրողական արդարադատության հետ, այլ դեպքեր երբ ասում ես, այդ դեպքերը հիմնականում Նիկոլ Փաշինյանին ուղղված ատելության խոսքը սպառնալիքներն են, եւ այդ հոդվածով եւ այլ տարբեր հոդվածներով բազմաթիվ դիմումներ ներկայացվել են, որևէ ընթացք չեն ստացել այս գործերը։ Իսկ հանրային պարսավանքի ինստիտուտը, եթե կարելի է այդպես անվանել։ Դե ցավոք սրտի աշխատում է թե ոչ։ Աշխատում է, եթե դա բավականին մեծ ծավալներ ու թափ է ստանում։ Կարծում եմ այնուամենայնիվ դեռևս ինչ որ զգուշավորություն կա, բայց այստեղ խնդիրը նաև այն է, որ հանրության մեծամասնությունը այդքան էլ իրազեկված չէ արցախցիների եւ նրանց խնդիրների վերաբերյալ։ Եթե պատկերը ստանում են հանրային հեռուստատեսությունից, ապա այնտեղ մի իրավիճակ է ներկայացնում, թե իբր կառավարությունը բոլոր սոցիալական խնդիրները լուծում է արցախցիների, փոխարենը արցախցիները նույնիսկ անշնորհակալ են։ Իդեպ երեկ էլ Պետրոս Ղազարյանը Գեգամ Ստեփանյանին կշտամբում էր, թե ինչու նա շնորհակալություն էր հայտնում Հայաստանի ժողովրդին, այլ ոչ թե կառավարությանը, այսինքն սա էլ է զավեշտալի ինչ որ իրավիճակ,
որ կառավարությունը, որի պատասխանատվությունն էր կանխել օրինակ էթնիկ զտումը եւ թույլ չտար այսպիսի իրավիճակ, դրանից հետո արցախցիները մի հատ էլ պետք է շնորհակալություն հայտնեն կառավարությանը, որ ինչ որ մինիմալ սոցիալական խնդիրներ լուծում, իսկ հիմա չի լուծում։ Մի խոսքով այստեղ իրազեկման լուրջ խնդիրներ կան նաև, որովհետև շատերը պարզապես չեն պատկերացնում այդ խնդիրները, եթե վերադառնանք նույն սոցիալական ծրագրին, Civilnet-ը վերջերս հրապարակել էր թվերը, որ բռնի տեղահանումից հետո 20000 մարդ ով աշխատանք էր ստացել այստեղ կամ աշխատանք էր գտել, դրանցից ուղիղ կեսը կամ կեսից ավելին 120000-ից ցածր աշխատավարձ է ստանում։ Բայց եթե լսենք իշխանական քարոզչությանը, կարող է ստեղծվել այնպիսի պատկեր, որ արցախցիները բոլորը ինչ որ լավ աշխատանք ունեն, իդեպ սոցիալ-փոխնախարար Աննա Ժամակոչյանն էր վերջերս այդպիսի մի մանիպուլյացիա արել, հայտարարել էր, թե բա 5000 հոգի 200,000-ից 5 միլիոն աշխատանք, չէ 400,000-ից 5 միլիոն աշխատավարձ են ստանում։ Նախ արձանագրենք, որ այդ թվերը չեն համապատասխանում իրականությանը, իրենց իսկ հրապարակված թվերով, որ հրապարակել է Civilnet-ը, բայց մյուս կողմից էլ իհարկե այդ կտրվածքն էր բավականին հետաքրքիր, այսինքն 400,000-ից 5 միլիոն, նույն տրամաբանությամբ կարելի էր պնդել, որ 400,000-ից 100 միլիոն աշխատավարձ են օրինակ ստանում, այսինքն պետք է հասկանալ, քանի հոգի են 5 միլիոն աշխատավարձ ստանում։ Ու նաև այստեղ կարծում եմ խնդիրը նաև ոչ թե խնդիրը, այլ պատկերը նաև այն է, որ այդ աշխատավարձ ստացողների մեծ մասը զինվորականներն են, որոնք անցել են աշխատանքի այստեղ։ Մի խոսքով իրազեկվածության աստիճանը պետք է բարձրացնել։ Իդեպ մեկ այլ մանիպուլյացիա, որին երևի անդրադարձ կատարեմ ու ավարտենք արդեն թողարկում, այն է, որ այդ տեսակ արցախցիները ունեցվածք ունեն, անշարժ գույք ունեն, բայց ստանում են այս աջակցությունը հատկապես տարբեր բլոգեր քարոզիչներն են իշխանական այսպիսի պնդումներ անում, բացառապես այդ ծրագիրը չեն կարդացել։ Եթե ունեցվածք ունես, դու ավտոմատ կերպով զրկում ես աջակցությունից, կան նույնիսկ զավեշտալի դեպքեր, երբ մարդիկ գերեզմանում 10 քառակուսի մետր տարածք ունեին, այսինքն համապատասխան նպատակներով ապագայում օգտագործելու համար եւ նրանք զրկված էին այդ աջակցությունից։ Շնորհակալ եմ Տիգրան։ Ես եմ շնորհակալ։